Հարգելի քաղաքացիներ, եկել է ժամանակը, որպեսզի մենք գնահատենք, ինչ երկրում ենք ապրում եւ որտեղ ենք գնում։ Մենք ինչ երկրում ենք ապրում։ Շատերին թվում է սահմանադրական կարգերի հիմքը միայն ընտրություններն են։ Ընտրությունները չափազանց կարևոր են, բայց գոյություն ունեն սահմանադրական իրավունքներ եւ գոյություն ունեն մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կանոններ։ Մենք այսօր հստակորեն կարող ենք ասել, որ Հայաստանում նույնիսկ անկախ ընտրություններից, թե իրենք ոնց են անցել, մենք ապրում ենք հակասահմանադրական համակարգում։ Ինչ է նշանակում սահմանադրական համակարգ։ Դա ոսկե ազատությունն է, խղճի ազատությունն է, դատական համակարգի տարանջատումն է, օրենքի գերակայումն է, անմեղության կանխավարկածն է։ Այդ բոլոր իրավունքները այսօր Հայաստանում խախտված են։ Մարդիկ կան, որոնք արդեն զրկվել են խոսքի իրավունքից, այսինքն դատարանի որոշմամբ նրանց պարտադրվում է լռել, սոցիալական ցանցերում հանդես չգալ, հեռուստատեսության չխոսալ, տեսակետներ չհայտնել։ Խղճի ազատությունը ինչպես է լինում։ Մենք տեսնում ենք եկեղեցում ինչպես է խղճի ազատությունը արտահայտվում։ Եկեղեցուց գույք են վերցնում, եկեղեցիներն են վերցնում։ Վարչապետ կոչվածը որոշում է, թե ով է կաթողիկոս, ով չի կաթողիկոս։ Դատարանների տարանջատումը ինչ է տեղի ունեցել։ Այս գործով վարչապետը հայտարարում է այն դատավորները, որը ըստ իրեն սխալ որոշում կկայացնեն, նրանց հետևից մենք կգանք։ Դուք հասկանում եք ինչ է ասում։ Այսինքն դատավորները զրկված են ազատությունից եւ իրենց որոշումները որոշելու է վարչապետ կոչվածը։ Անդրանիկ Թևանյանին հայտարարում են դավաճան։ Ես ձեզ հիշեցնեմ ինչպես է դա տեղի ունեցել։ Ուրեմն նախընտրական քարոզչության ժամանակ այս գործող վարչապետը ասում է. ինձ ասում են, որ ես դավաճան եմ, ես կասեմ ովքեր են դավաճանները, այսինքն այդ դավաճանի մեղադրանքը իր վրայից ինք ուզում է անի եւ ուզում է ցույց տալ ովքեր են դավաճաններ։ Եվ այդ է պատճառը, որ քաղաքացիական պայմանագրի պետական պաշտոնյաները արդեն դավաճաններ են հայտարարել Անդրանիկ Թևանյանին։ Այս վարչապետը դավաճան է եւ լրտես է հայտարարել ընդդիմության բոլոր ղեկավարներին եւ բոլոր կուսակցությունները համարում են լրտեսական ցանց եւ դատական համակարգը այդ հրահանգը պետք է կատարի։ Ուրեմն այսպիսով մենք պետք է տանք գնահատականը, որ Հայաստանում հակասահմանադրական կարգեր են հաստատվել եւ մարդիկ զրկվել են բոլոր իրավունքներից եւ այդ նրանց ետևում կանգնած է ցավոք սրտի Եվրոպական միությունը, Եվրոպական միության ղեկավարները, որոնք մեզ համոզում էին այդ արժեքային համակարգը, բայց հիմա իրենք սատարում են, որ Հայաստանում մարդիկ զրկվեն ազատություններից, որ Հայաստանում հակասահմանադրական կարգեր լինեն եւ այն բոլոր միջազգային կառույցները ԵԱՀԿ, ԵԱՏՄ, ԵՄ, Վենետիկի հանձնաժողով եւ այլն, որոնք խոսում են այդ իրավունքների մասին, նրանք կանգնած են այս համակարգի ետևում եւ ոտնահարում են, նաեւ իրենք մասնակցում են այդ բոլոր իրավունքների խախտմանը։ Ուրեմն վերջում ես ասեմ, մենք պետք է ֆիքսենք եւ հասկանանք, որ մենք այլևս ապրում ենք մի երկրում, որտեղ սահմանադրությունը չի գործում, որտեղ մարդու ազատությունները չեն գործում, որտեղ խոսքի ազատությունը չկա, որտեղ խղճի ազատությունը չկա, անմեղության կանխավարկածը չկա, դատական համակարգը անկախ չէ։ Եվ այդ ամենը արվում է հրապարակային եւ ցուցադրական եղանակով։ Մենք այսօր դիմում ենք մարդու իրավունքների պաշտպանին, իրեն ներկայացնելու ենք այս ամենը, բնականաբար ինքը գիտի, սակայն մենք սպասելու ենք պատասխանին։ Շատ հետաքրքիր է, թե այս խախտումները ինչպես է նա արդարացնելու, կամ չի արդարացնելու։ Հույս ունենանք չի արդարացնի, որովհետև Հայաստանում եղել է 6 մարդու իրավունքի պաշտպան։ Առաջին 4 պաշտպանները վեճի մեջ են մտնել օրվա իշխանությունների հետ։ Հիմա 6-րդ պաշտպանի հերթն է եկել, մենք կտեսնենք, թե ինքը իրեն ինչպես կպաշտպանի։ Շնորհակալություն։